Հայկական բարեգործական ընդհանուր միության հայք մասնաճյուղյանից ողջույն հարգելի հեռուստադիտողներ, ես Էլիզաբետ Կաբանյանն եմ եւ այսօր տաղավարում ինչպես միշտ մեզ հետ է Սևանդեր Պետրոսյանը եւ դոկտոր Հրաչ Չիլինգիրյան, ում Սևանը ձեզ կներկայացնի մի փոքր ուշ։ Ողջույն դոկտոր Չիլինգիրյան, ինչպես եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Նույնպես շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվան մեր հյուրն է միջազգային ճանաչում ունեցող գիտնական մտավորական դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը։ Դոկտոր Հրաչ Չիլինգիրյան Հայաստանյաց եկեղեցվո Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի հաստատություններու նորարարության տնօրենն է, ուր գսպաղի հավատքի ու համանքային կյանքի նորարարությունը մղելու գործով։ Դոկտոր Չիլինգիրյանը միջին արևելքի հասարակագիտությամբ մասնակցած է, իր գործունեությունը կենտրոնացած է հայկական ինքնության սփյուռքի համանքային կառույցներու, եկեղեցվո վերանորոգման եւ մշակութային քաղաքականության վրա։ Ան երկար տարիներ ծառայած է իբրև խորհրդատու տարբեր հայկական կառույցներու եւ գազམ་ագերբություններու մեջ, մանավանդ Մեծն Բրիտանիո, Եվրոպայի եւ Միջին Արևելքի մեջ գործող հայկական համայնքներուն։ Եղած է Օքսֆորդ համալսարանի դասախոս, Westminster համալսարանի մեջ հայկական ուսումնասիրություններու ծրագրին հիմնադիրներն է, նաեւ առաջնորդած է հետազոտական ծրագիրներ, որոնք ուղղված են Հայաստան սփյուռք հարաբերություններու խորացումին, Արցախի հարցին եւ հայ եկեղեցվո արտիականացումին։ Հեղինակ է նաև գիտական հոդվածներու եւ զեկույցներու, որոնք կկենտրոնական հայկական քաղաքական, կրոնական եւ մշակութային հարցերու վրա։ Ան ջիքեր թափած է սփյուռքի երիտասարդությունը իր արմատներուն մոտեցնելու նպատակով եւ հայկական գազམ་ագերբություններու առաքելությունները վերամշակելու եւ գաբեր հաստատելու Հայաստան, Արցախ եւ Սփյուռքահայ համայնքներուն միջև բարի գալուստ կմաղթեմ ցեզի։ Շնորհակալ եմ, որ այսօր մեզի հետ եք եւ թույլ տվեք, որ անմիջապես անցնեմ մեր այսօրվա նյութին։ Սիրելիներ, այսօր մարդիկ հավատքեն հերացած են։ Ընտանիքները իրենց առօրյայով ճնշված, չափազանցորեն ծառնաբեռնված են։ Եվ դոկտոր Չիլինգիրյան մեզ գհրավիր է մտածելու եւ վերանայելու թե ինչ կնշանակե ըլալ եկեղեցվո մեկ մասնիկը։ Ինչ կնշանակե կորձոն հավատք գառուցելու համար վաղվան օրը։ Սա հայ ընտանիքին եւ մանավանդ հայ կանանց հզոր հրավեր մնե վերաբրեցնելու ոչ թե անցյալի ավանդություն, այլ առողջ եւ հզոր աբակայով շարունակական յանքը, միջավայրը, ուր սերունդները կմիանան, կանանք սիրով գարաչնորթեն եւ մեր ժառանգությունը կգենթանացնեն ու կդառնա շնչող առաքելություն։ Ուրեմն ասիկա հետաքրքրական նյութ մնե, որովհետեւ նախքան սկսիլը ցեզի հետ կզուցեինք թե դարձյալ հայ գնոջ ուսերուն վրա այո բարդականություն էր, բայց բարդականությունը երթալեն կդժվարանա։ Ինչ կուզեք ասել այս հարցին շուտ եւ ուրգե ցակեցավ այս խաղապարը։ Բավական ծավալուն հարց դվիր, բայց փորձեմ կանեմը կարևոր գեդերով անդրադառնալ այս կարևոր խնդրին։ Առաջին հերթին մանավանդ այս վերջին շրջանի անցնող 1 տարվա ընթացքին արեմեդյան թեմի մեջ մեր աշխատանքներու փերումով առաջին հերթին միշտ կշեշտեմ իմ հանդիպումներուս հետ, համայնքներու հետ, ձուխերու հետ եւ այլն, որ պետք է վերականգնենք մեր եկեղեցվո իսկական բնոր ոչ թե սահմանումը, ինչպես գիտենք, որ հայ եկեղեցին տարերու ընթացքին մեզ եկած է որպես մայր եկեղեցի, այդ մոր գերբարի մեջ եւ բադահական չէ, որ նույնիսկ 5-րդ դարուն Վարդանանցի վադերազմը գիշենք չէ, երբ որ հայ Վարդանը եւ իր հայ ներկայացուցիչները ազգերդի արչեւ էին եւ գստիվեին, որ իրենց կրոնքը փոխել, անդեղ իրենք շատ հստակ կերպով ցեվագերվեցին հայ հավատքը եւ ինքնությունը, ասելով, որ ավետարանը
մեր հայրն է, եկեղեցին մեր մայրն է։ Ուրեմն այս երկուքը մեր ազգի ծնողներն են։ Մեր ազգի, հայ ազգի մայրը հայ եկեղեցին է։ Ուրեմն այսի կարևոր ընդգծումն է, որ այսօր դժբախտաբար շատերս կմոռանանք, նաև անշուշտ այս խաղապարը եկեղեցին որպես մայր կերպար շեշտված է նաև եկեղեցվո ձեսերու մեջ, արարողություններու մեջ կան այս խաղապարը։ Ուրեմն առաջին հերթին մայր երբ որ գսենք հավաքական մեր կյանքի մեջ, ուրեմն գա այդ եկեղեցվո իրողությունը, բայց այսօր մյուս երեսակը այն է, որ մենք բոլորս եկեղեցին ենք։ Եկեղեցին գառույցը չէ, շենքը չէ, միայն գեղերականությունը չէ։ Հիմա այսօրերուն երբ որ հարցնեք եկեղեցի, ասեք ամեն մարդ երևակայ է շենքը, որ մենք եկեղեցի գերտանք, կհաջախենք, այլ չենք մտածել, որ եկեղեցի մենք ենք, յուրաքանչյուրս, ուրեմն այդ մայրը մեր հավաքական եկեղեցի ըլլալու գերբարի մեջ է, եկեղեցվա մայրությունը, այր գամգին, որտեղ նաև աստվածաբանական օրեն եկեղեցին, այսինքն մենք ժողովուրդը Քրիստոսի հարսն է, դա երկրորդ պատկերն է եկեղեցին, որպես Քրիստոսի հարսը, Քրիստոսը ինչպես գիտենք մեր աստվածաբանության մեջ, ձեսերու մեջ կներկայացվի որպես փեսան, որպես եկեղեցվո գլուխը, չէ՞, հավատացյալներու գլուխը։ Ուրեմն այս բոլոր կտեսնանք, որ այս բոլոր իմաստները կապված են նաև այդ մոր, այդ իգական սերի և երրորդ կետը, որ մայրության գաղափարը նաև կհատկանշվի աստվածամոր գերբարին հետ, երբ որ գսենք մանավանդ եկեղեցվո բարակային, մայրության գաղափարի և այլն։ Ուրեմն կարևոր է, որ մենք այսօր 21-րդ դարում չմոռանանք այս կարևոր իմաստային կարևորությունները, երբ որ կխոսենք եկեղեցվո հավատքի մասին եւ այլն։ Ուրեմն ինչ որ հասկացած էր խոսքեն երկսենք եկեղեցի եւ գրոնք, հավասար է ընտանիք։ Ընտանիքի մասնիկներն են, ընտանիքի անդամներն են ուղղակի, որ կովկովի գուքան եւ ինչպես ընտանիքի մեջ յուրաքանչյուր անհատ մույսին անսահմանորեն գսիրեն եւ գուզեն լավությունը, նույն ցեվով գրոնքի բարակային կամ եկեղեցվո բարակային, հավատքի բարակային, նույնն է հավատքը եւ սերը նույնն է այս բարակային։ Եվ արդեն փարը ինքնին ընտանիք երբ որ գսենք, չէ՞, ընտանիք, այսինքն հավաքականությունը, որ նույն ընտանիքի դակ հավաքված է, այդ չերմության մեջ։ Ուրեմն եկեղեցին այդ իմաստով, այո, ընտանիք է, որտեղ նպատակի համար, իմաստի համար հավաքված են եւ ընտանիքի մեջ է, որ ինչպես կսեն հայրապահության մեջ ալգա մեր եկեղեցվո հայրերու քրություններու մեջ ալգա, որ ընտանիքը մայկրոկոզմն է եկեղեցին, այսինքն առաջին եկեղեցին ընտանիքն է, որ երեխան այնտեղ իր հավատքը կծնի եւ կսնվի եւ այլն։ Ուրեմն ճիշտ ինչպես ասեք երկու խաղապարներ ասում գաբունին, որտեղ վերջո մենք հավաքականությամբ կպատկանենք, իբր գղզիներ չեն գաբրիր։ Ճշտեք ինձ, եթե սխալվում եմ, ընտանիքը համարվում է Աստծո արքայությունը բնակվում է ընտանիքի մեջ, այդ միավորն է Աստծո արքայություն, ընտանիքը Աստծո արքայության միավորն է համարվում։ Աստծո արքայությունը այլ որպես այդ օղակները մեկը, այսինքն ընտանիքը, եթե մեր բսագի արարողության հետևենք, այնտեղ ալ շեշտադրումներ կան, այս իմաստային շեշտադրումները կան, եւ ասկե ամիսներ առաջ դասախոսությունը դեպի վերլուծելով հայ եկեղեցու բսագատության արարողությունը, որում մեջ խորքի մեջ եթե նայեք
արարողությունը 3 հարսանիքներ կան, 3 բսագատություններ կան։ Մեկը, ինչպես նշեցիք, գսկսի Աստուծո արքայությունը հարսանիքի նման է, որ մարդկությունը Աստուծո գմիանա, ինչպես հարսանիք։ Եվ եթե գիշեք 10 գույսերու արագը գա, չէ, որոնք կպատրաստվեն այդ հարսանիքին։ Ուրեմն երկրորդ հարսանիքը, ինչպես քիչ առաջ ասի, եկեղեցին եւ Քրիստոսի հարսանիքն է, ի Քրիստոս, որում միջոցով մարդիկ փրկության գերտան եւ արքայության հույսով, եւ երրորդը անշուշտ այն զույգն է, որ եկած են եկեղեցի ամուսնանալու։ Ուրեմն ինչպես կտեսնենք այդ այսօր երբ որ հայ զույգեր, հայ եկեղեցի գերտան բսագաթրվելու նախադիբարները այնտեղ դրված են, որ արքայությունն է ի Քրիստոս այդ միավորումն է, որ ընտանիքը ուրեմն պետք է այդ հասկացությամբ, այդ սիրով, այդ փոխադարձ հարկանքով ուրեմն գազմեն իրենց նոր ընտանիքը կամ նոր թակավորությունը չագերդյալ եւ հոն է որ այդ բսակները որ գտրվի իրենք կդառնան այս նոր թակավորությամբ թակավորն ու թակուհին։ Եթե լուսաբանեք նույնպես արքայությունը մեր մեջ է, չէ, մեր յուրաքանչյուրի մեջ է, դրսում չէ, այստեղ կամ այնտեղ չէ, մեր մեջ է, ամեն անձի մեջ է։ Հիմա եթե եկեղեցու աստվածապահության տեսանկյունեն պիտի նայենք, ուղղակի այդպես չի ընկալվի, որտեղ Աստուծո արքայությունը բոլորին համար բաց է, բայց այնպես չէ, որ ամեն մեկը իր հասկացած ձևով իր արքայությունը ունի, իր ընկալման ձևով կամ իր հասկացած ձևով, որ գրնա դանիլ դարբեր ուղղություններով կամ սխալ թավանանքներով եւ այլն։ Բայց ինչն է կարևորը, որպես յուրաքանչյուր անձ, որ Աստուծո կողմէ ստեղծված է, ինչն է որ յուրահատկություն է, հոգին, որ ինչպես կգարտանք 5 դագարանի մեջ Աստված Աթամին եւ Եվային, երբ որ ստեղծեց, փչեց իր հոգին իրենց մեջ։ Ուրեմն մարդ արարածը բարձ հողեն շիմված արարածը չէ, այլ ունի Աստուծո կողմէ թրված իր մեջ հոգին, որ իր յուրահատկությունն է։ Եվ ասե որ մեզ գզանազանե բոլոր մարդկության մեջ, որ ամեն մեկս յուրահատուկ ենք, որտեղ այդ հոգին յուրահատուկ է մեզ դրված։ Այլապես բոլորս նույն մարմինը ունենք, նույն աչքերը, նույն բանեն ստեղծված ենք։ Բայց հոգին է որ մեզ յուրահատկություն կտա եւ հոս է որ հոգեվոր սնունդը շատ կարեւոր է։ Այսինքն հիմա մենք գխոսենք ֆիզիկական սնունդի մասին, գսիրենք լավ ջաշեր ուտել, լավ բաներ վայելել, կկարևորենք մտային իմացական սնունդ կառնենք, չէ, քիրքեր կգարտանք, ուսում կառնենք, գիտելիքներ կամփարենք եւ այլն, բայց այսօրվա կյանքի մեջ շատ անգամ քիչ ժամանակ կուտանք հոգեվոր սնունդի մասին, որտեղ այս երեքը իրարու հետ կապված են, չենք կրնար մեկը մյուսեն զանազանել։ Ճիշտ անոր համար կուզեի հարցում տալ, որովհետև այս հոգևոր սնունդը արժեքները, որ եկեղեցու մեջ կա կամ ընտանիքի հարգին տակ կան, ասոնք փոխական չեն փոխվիր, նույնը կմնան տարերը ի վեր։ Երբ նշենք նորարարություն բառը կամ ասենք նորարարություն, վստահ եմ, որ այս արժեքները չեն որ պիտի փոխվին, կամ հոգևոր սնունդը չէ որ պիտի փոխվի, այլ ցևը, ապրելակերպը կամ կյանքի ցևը, կամ պատկանելու եկեղեցի մաս կազմելու կամ եկեղեցին հետևելու ցևն է, որ պետք է վերադեսվի, այսինքն եկեղեցու սկզբունքը կամ այսինքն եկեղեցին պիտի չի փոխվի, երբ որ ասենք նորարարություն, բայց ինչպես կրնանք փոխել
ապրելակերպը կամ կյանքի ցևը կամ պատկանելության ցևը որբեսի նոր սերունդը հետևի եւ սնվի այդ հոգեվոր սնունդեն, որովհետեւ ես անցամբ կհիշեմ, երբ երեխա էի եւ դպրոց կհաճախեի, մենք ունեինք գրոնի տասեր, դեր հայրը շաբաթ երկու անգամ գայցել էր մեզի եւ գուդար իր պատկամը, արդու գաղութեինք բոլորս փագին մեջ, մինչև 9-րդ տասարան լա հայերենով, լա արեբերենով գրոնքի տասեր ունեինք եւ ես շատ լավ գիշեմ յուրաքանչյուր արագ ինչու համար գբատմվեր եւ ինչ էր ադոր պատկամը կամ արագելությունը կամ բոլորովին եւ ֆիլիսոփայական արժեքներ են, որ ոչ թե միայն գրոնքի կամ եկեղեցվո պատկանելության օգնեցին, այլ ընդհանուր առմամբ կյանքիս իմ անձնավորությանս կամ իմ այսին անձս կերտելու մեջ մաս կազմեց։ Աստվածավախ սփարը, բայց ոչ թե վախնալը, աստվածավախ բառը, այսինքն Աստծո օրենքներով ապրիլն է, կամ քրիստոնեական օրենքներուն հետևիլն է։ Այսօր այստեղ չկան եւ կարծեմ աշխարհի մեջ ալ, այսինքն դպրոցներում մեջ գրոնի տասերը դեղի չեն ունենար, Sunday School-ի վրա ներված է, որ մարդիկ, որոնք կուզեն, ովքեր կուզեն գերտան, անոնք որոնք չեն գրնար, չեն հետևիր եւ այստեղը գապ մգա որ գխզվի։ Սերունդները բոլորը նույն գրթությունը չեն ստանալ, կրոնական գրթությունը չեն ստանալ։ Ուրեմն, եթե կուզենք եկեղեցին վերանորոգելու դեսնալականի մասին խոսենք, ի՞նչն է որ պիտի վերանորոգենք, ինչպես պիտի ունենք անելը։ Կարևոր հարցեր դվիր, սկսեմ նախ եւ առաջ ավելի հասկանալի լալու համար։ Ինչպես նշեցի, շատ կարևոր է, որ երբ որ գսենք նորարարություն չի նշանակեր, որ փամ մարնել եւ լրիվ փոխել, խեղաթյուրել կամ եւ այլն, այլ ինչպես ինչ որ ունենք, ինչ արժեք որ ունենք, նոր ծևերով, նոր մտածողությամբ մատուցենք, որովհետեւ արժեքը քնահատվի։ Հիմա երբ որ նայենք մենք հայ եկեղեցին հայկական քրիստոնեությունը 1700 տարվա պատմություն, որ ոչ թե միայն պատմություն է, այլ հասել է մեզի եւ ասե իր զորությունները մեկը երևակայեցեք, որ փամը 1700 տարի շարունակապար կյանք ունենա եւ հասնի մինչեւ ներկան։ Շատ քիչ բաներ կան, որ հաստատություններ կան մարդկային պատմության մեջ, որ այդքան երկար գրծեր են շարունակել, անշուշտ թյուրին չէ եղած։ Ուրեմն ես միշտ կբացատրեմ, ուրեմն մենք ունենք այս 1700 տարվա հոգևոր եւ մշակութային հարստությունը, գուտակված հարստությունը։ Ինչպես այդ Pirates of the Caribbean-ի մեջ մեծ արգղներում մեջ, գիտեք, կփանան մեջը ոսկիներ կան, աթամանտներ կան։ Ուրեմն մենք այդպես ունենք հսկայական հարստություն։ Ուրեմն այսօր ինչ է մեր խնդիրը։ Երևակայեցեք, որ քեզի մեկը ժանակ թողեր է, այս հսկայական հարստությունը, հետաքրքրված չես, որ օգտվիս այդ հարստությունն, չէ՞։ Երևակայեցեք մեկը ցեզի դումը գդագե։ Բայց ասեք որ հետաքրքրված չեմ ուզեր այդ դունը, ինձ պետք չէ։ Կամ մեկը բանկի մեջ, չգիտեմ, $1 միլիոն ժարանք ցկե։ Ասեք որ այդ ինձ համար կարևոր չէ, ես շատ ուրախ եմ կան։ Ուրեմն այսօրվա մեր հիմնական խնդիրները մեկը ինչ է։ Այս հարստությունը ինչպես կրնանք մեր առօրյա կյանքի մեջ օգտագործելով մենք հարստանանք հոգևոր մշակութային եւ իբր հավաքականություն, որտեղ այս արժեքները գիմաստավորեն կյանքը, այսինքն հավատքի եւ ընդհանրապես գրոնքի, ոչ մի գրոնքի հիմնական նպատակը ինչ է։ Մարդ արարածին դալ իմաստ իր կյանքին։ Որտեղ մենք այնպիսի արարածներ ենք, որ ուշ կամ գանուխ իմաստ կփնտրենք, որ ես որ ձներ եմ գմեցնամ եւ գաբրիմ այս աշխարհի մեջ, վերջ կհարցնեմ ինքս, որ
Ինչ ասպոլորին նպատակը, իմաստը։ Ուրեմն հոս է որ հավատքը այս բարակային հայկական քրիստոնեական հավատքը իր թերը ունի, եթե օգտվենք, որովհետեւ մեզի օգնե, որ հասկանանք ինչը կյանքի իմաստը։ Եվ ուրեմն նորեն գուքանք այդ հոգևորինս, չէ՞, ինչպես հոգին բիդի մենք սնուցանենք եւ հոն է որ հավատքը, աղոթքը, բարի գործերն եւ այլն այս բոլորը իրար հետ կապ ունի եւ գտեսանք որ այդ նորեն ճագերդյալ ժառանգությունը, այդ հարստությունը որ ունենք, երբ որ գփանաս եւ գսկսիս հարստանալ նաև թուն, գսկաս որ ուրեմն ադր արժեքը ինչ է։ Բայց եթե հետաքրքրված չեք, ինչպես շատեր կամ որ հետաքրքրված չեն, կամ դեղյակ չեն նույնիսկ, որ դες գլա չէ, կյանքի մեջ մեկը ժառանգ կծկե, լուրջ ունին, 30 տարի հետո մեջտեղ ելա, որ ես կազմ ունեի, կամ հորակույր ունեի, որ գդակ ծկերը և գուրախանաս չէ, որ այդ կնդարի անցել է և թուն կդար։ Ուրեմն վերջի վերջո, երբ որ գխոսինք հայ եկեղեցու մասին, կամ ոյ մեկ եկեղեցու բարակայնած ջանաբարը, այսինքն ջանաբար մնե, ուղևորություն մնե հավատքի ջանաբարով, որ ամեն օր ցուն գարենայս հաղորդագիծը լալ այդ իմաստներուն հետ եւ գտնես ուրեմն ի Քրիստոս այդ ուրեմն ասիր արքայությունը որ խոստացված է բոլորին։ Ուրեմն ասը շատ բարձ է, բայց ինչպես նորարարությունը ուրեմն գուքա իր թերը խաղալու այն իմաստով որ ինչպես կրանք այս արժեքը վերա ներգայացնել այսօրվա հայ մարդուն, որովհետեւ ինքը ոչ թե ըստիբողապար, ասեք որ հա թուն հայ ես, հայ զաներս պետք է ես, ոչ, բայց ինքը հասկանա որ այո, ասիկա ինձ համար արժեք մնա, հարստություն մնա եւ ես գուզեմ այդ հարստության ժառանգը որ ինձի դրվել է, այդ ժառանգը ես ապրիմ, ոչ թե ասեմ շնորհակալ եմ ուրիշները թող օգտագործեն։ Այսը Այսինքն ի նկատի ունիք շատ շնորհակալ եմ պատասխանին համար հետաքրքրական է ժառանգության այս իմաստը մեծ ասացություն ունենա վստահաբար սակայն հիմա հոս ըստիք որ այդ ժառանգությունը պետք է հասցնենք նոր ցևով թերը այս թերը ով պիտի գադարե եկեղեցին գինը գազམ་ագերբությունները հայկական դբրոցը համալսարանը ով պիտի գադարե, որովհետև ես գիտեմ շատ դժվար է երիտասարդը 18 տարեկան լալեն վերջ համոզել գարկմը արժեքներու։ Սակայն մանկութենեն երբ կսկսի այս գործը եւ անշուշտ նորարարական ցևերով շատ ավելի ճիշտ կլա եւ շատ ավելի թյուրին կլա գործը։ Ինչ կգարձեք որ այսօր եկեղեցին հայ եկեղեցին այսպիսի աշխատանքներ գտանի այս գործի վրա է օրինակ քիրք մդբել կամ տասախոսություն մդալով չէ այս հարցը երկար դարիներու աշխատանք է ուրեմն ինչպես կգարձեք որ այս ժառանգությունը կգնանք հանցնել եւ հրամցնելու ցևը փոխել ուրեմն նայեցեք կոնե սպիրկյան մեր փորձառության մեջ որ 100 տարի է ավելի սպիրկ ունենք չէ կոնե ցեղասպանութենեն հետո բայց սպիրկ ունեցած ենք որ 1000 տարի նորությունը չէ բայց սպիրկյան կյանքի մեջ միշտ մեր խոսույթի մեջ եղած է որ եկեղեցին աշխերած անչերած ուր է եկեղեցին ուր է հոգևորական է ուրեմն խնդիրն է որ կարծեք չէ լուծված անընդհատ այդ խնդիրը այդ հարցը ադեն գագնարգենք կքննադատենք կխոսենք, բայց չէ լուծված, ուրեմն ինչ է լուծումը։ Երևի սխալ հարցադրում կնենք։ Ինչպես քիչ առաջուսի, եթե եկեղեցին նայենք, որպես հավաքականությունը, որ բոլորս ենք, բոլորս եկեղեցին ենք, անոնք
բոլոր այն հայը, որ մգրդված է հայ եկեղեցու մեջ, ուրեմն հայ եկեղեցին նաև ինքն է, մասնիկն է այդ եկեղեցու հավաքապար։ Ուրեմն այս հարցը, այս ուրեմն փոխանցումի հարցը հավատքի մշակույթի եւ այլն միան դեղերականները չեն, միան եկեղեցու հաստատությունը, գազագերբությունը չէ, բոլորս մեր թերը ունի։ Սկսելով ընտանիքին, այսինքն եթե շատ անգամ ինձ ուր որ երթամ երդասարտության մասին գխոսին, չէ, ու երդասարտները գերանան եւ այլն միշտ մտահոգությունն է, չէ, բայց ես կարծում գսեմ որ երբ որ երեխան կոնե մինչև 12 տարեկան, չէ, ցուկ իբր ընտանիք ինչպես մեծացած եք այդ ինչ միջավայրի մեջ մեծացել եք, եթե հայախոս չէ ընտանիքը, եթե եկեղեցի չեն հաճախած եւ այլն, երբ որ փոքր էին, ուրեմն շատ դժվար է ասես որ 20 տարեկանին ու բամը դեղյակ չեն եւ այլն։ Ուրեմն մանավանդ որ ինչպես գիտենք փորձառությամբ ընտանեկան կյանքի մեջ երեխան կոնե միջև 11-12 տարեկան չի հարցատրել ծնողքին արարքները։ Եթե ես մի երտանք եկեղեցի գերտան, եթե ես ագում մի երտանք գերտան թինեյջերներն են ավելի ուշ է որ 14-15 եւ այլն գսկսին չեն ուզեր ծնողներուն հետ դեղի երթալ եւ այլն։ Ուրեմն պետք է սկսենք երբ որ երեխաները փոքր են եւ հոս է որ նաեւ մենք մեր ծրագրի մեջ կա որ աշխատենք երդասարդ զույգերու հետ, նորաբսակներու հետ, որովհետեւ սկիզբեն իրենք նաեւ գիտակցին դեղյակ գլան, որ երբ որ երեխա ունենան կամ ընտանիք կազմեն, նույնիսկ գնալ որ երեխա չունենան, դա հնարավոր է, չէ՞, բայց երբ որ դու ընտանիք ես, ուրեմն ընտանիքը եթե լուրջ համաբարփակ ձևով նայես, ոչ թե միան ինչպես բահելն է ընտանիքը, բայց այդ երեք բաները, ուրեմն ֆիզիկական, իմացական եւ հոգեվորը պետք է այնտեղ աշխատի։ Այլապես ինչպես կտեսնենք, երբ որ մեկը մյուսից կբացի, ուրեմն նաեւ խնդիրներ կստեղծեն ընտանիքին համար։ Եվ հոս է որ ուրեմն մենք ունենք ընդելիք բոլորս միասնապար եկեղեցին, եկեղեցականը իր թերը պիտի կատարի այդ ուրեմն ինչպես ինք արժեքները ներկայացնելով ծնողները իրենց թերը պիտի կատարեն որբեսի գենսավորեն այդ իմաստը, այդ արժեքը իրենց առօրյա կյանքի մեջ եւ այո, զոհողություն է, որտեղ հերավորություն կա, ժամանակի սղություն կա, բոլորս նույն բանի մեջ ենք։ Այսօր Լոս Անջելեսի մեջ գնալը որ 1 ժամեն ավելի դեպի 15 վայրկյանոց տեղը։ Ուրեմն զոհություն է, ավելի ժամանակ պիտի դրամատրես եւ այլն։ Ուրեմն ինչպես միշտ եթե գուզես հարստանալ պետք է շատ աշխատես։ Դասալ ուրեմն եթե գուզենք այդ արժեքները, այդ հարստությունը, որ մեր ազգային իրականության մեջ հասեր է մեզի, ուրեմն պետք է նաև նախ փափակ ունենանք, նվիրվածություն ունենանք, օգտվելու եւ մերը դարձնելու այդ արժեքը։ Եվ վերջ չունի, չէ, փառքից փառք ես գնում։ Երբ փորձում ես հասկանալ Աստծուն, Աստվածային իմաստնությունը, ես ինձ թվում է վերջի 15 տարին գոնե մոտիկից եմ ուսումնասիրում, անձնապես, պարզապես փորձառություն ունենալու, դրանից առաջ շատ ավելի շատ է եկեղեցի գնում, քան վերջի 15 տարում, բայց ես հիշում եմ երևի 15 տարի առաջ մի քանի verse, երբ որ կարդացի, այ ես գաղտնիք իմացա սրանից վերջը բարձրագույն գաղտնիք չկա ու շարունակվում է դեռ 15 տարի, դեռ շարունակվում է, դեռ փառքից փառք է գնում։ Հիմա թե ինչպես հետաքրքիր դարձնենք vocation չող լինի երիտասարդության համար, մեր հասարակության համար, ինձ թվում է նույնպես դրա մեջ Աստված ի վիճակի է մարդկա, որովհետև
Մեկը աշխատանք չտամ միթե որ Սուրբ Հոգով առաջնորդվի։ Ես այդ առումով դրական եմ տրամադրված, օպտիմիստիկ եմ, որ Աստվածի վիճակի իր հոգով կանչի մարդկանց եւ իր հոգին բոլորի վրա լցնի, այսպես ասած, եւ վերապրենք, վերակենդանանանք ու այդ հոգով բարձրանանք։ Այդ առումով անշուշտ շատ ես էլ եմ համաձայն, որ մենք բոլորս վարչապետ ենք, մենք բոլորս այդ կրոնական կրթվածությունը կամ հոգևոր արժեքները փոխանցելու նույնչափ պատասխանատվություն ունենք, ինչպես գեղարականը կամ վարչապետը։ Մի խոսքով ես շատ դրական եմ տրամադրված, բայց իսկապես այսօր խնդիր է Սևանի հարցումը, որ ինչպես նորովի ներկայացնենք մեր հասարակությանը, օրինակ եթե կարելի այսօր մեր հեռուստադիտողին ինչ խորհուրդ կտաք, ձեր փորձառության համեմատ, որ կամ տատիկ է, կամ մորաքույր է, կամ հորաքույր է, ինչ կարող են անել, որպեսզի այսօր պարզապես մի տարբերություն անել իրենց թորնիկների կամ տան երիտասարդ թեկուզ իրենց կյանքում։ Ինչ պետք հայկին այսօր ինչ պետք է իմանա, ինչ պետք է անի, որպեսզի այդ ճանապարհը սկսի, եթե չի սկսել կամ բարգավաճի բարելավի։ Ինչ կարող է անել 1, 2, 3, ինչ խորհուրդ կտաք։ Ես միշտ կշեշտեմ, որ պետք է ոչ մեկ բան հավատ, մշակույթ, լեզու, եթե գուզենք մեր լեզուն գենսունակ բաղվի, պետք է խոսենք, ոչ թե բաղվանենք։ Բաղվանելը Բայց թանկարան տնելու դրան։ Լեզուն բաղբանված է։ 1500 տարի լեզուն ունի բաղբանվել է, չէ՞։ Բայց ինչ է խնդիրը։ Կենսունակ, այսինքն ապրող լեզու, խոսվող լեզու, այս է խնդիրը։ Ոչ թե հիմա կխոսվի լեզուն բաղբանենք եւ փանիկի մեջ ենք։ Ոչ, լեզուն խոսենք։ Արդեն ինքնաբերաբար կբաղբանենք։ Նույնն է հավատքի եւ մշակույթի բարակային երբ որ կխոսենք, չէ՞։ Այս բոլորը ոչ թե խոսույթ է կամ խաղապարներ են գեղեցիկ, այլ կյանք է։ Այսինքն դու եթե գուզես այս այդ հավատքը ապրիլ, ուրեմն պիտի ապրիս, ուրեմն մի բան անես, չէ՞։ Կամ եթե գուզես հայկական մշակույթը գենսունակը լա կյանքիդ մեջ, ուրեմն բամը պիտի ունես։ Եվ ես շատ անգամ երդասարտներուն ակսեմ, օրինակ մշակույթի հայկականության մասին երբ որ գխոսենք, ամեն օր մեկ փոքր բան մөр է, մեծ մորը ձանգ է, ասե բարև, 3 բար որ իմանում ես, խոսիր մեծ մորդ հետ, մեկ բան մոր է, կամ ուրիշ օրը Հայաստանի մասին, կամ հայկական լուրերը մեկը նայր, որ ինչ կգադարվի, կամ մեքենայի մեջ երաշտյուն մրի, այսինքն ընդելիք ունիսուն, որ հարապերիս այդ մշակույթին այդ հավատքի մեջ։ Ուրեմն, երբ որ գուքանք հավատքի մասին, եւ ես հոս, որտեղ դժբախտաբար այս նաեւ սահմանումները փոխված է, գրոնք եւ հավատք երբեմն նույն բանով գործածվի, իբր հոմանիշ գործածվի, բայց կգարձեմ որ դարբերություններ կա։ Քրիստոս գրոնք չստեղծեց։ Գրոնքը ավելի, ասենք, համագարկված, հաստատութենական թրույթն է, համագարկն է։ Հավատքն է, որ այդ engine-ն է, չէ՞, մեքենան է, որ ուրեմն յուրաքանչյուրիս մեջ կաշխատի։ Ադե փանալին։ Գրոնքը ինչպես փիլիսոփայությունը, գրոնքը դարբեր բնակավարներ կա կյանքի մեջ։ Ուրեմն շատ անգամ չի դարվենք այս մանավանդ ներկայիս այն եզրերեմ, որ սխալ կամ դարբեր իմաստները ստացած են եւ մարդիկ կխրչին եւ այլն, բայց փորձենք այսինքն կորզնական կետնի վրա, որ առաջին հերթին թուն քայլ վիդարնես, նստած դեղենից բամը չբադայր, այսինքն քայլ վիդարնես, թուրս երտաս, քայլես, որ դեսնես ինչ կա, դունդ նստես, կնաս
երևակայել գնաց գարտալ որ հանային բարդեզը ոնց է կամ ասին չփանը բայց երբ որ տուն երթաս եւ անցնավես այնտեղ ներկա գտնվիս լրիվ ուրիշ պատկեր է որ քեզի գնա ինչ-ինչ ծևերով ներշնչել, լիցքավորել եւ այլն։ Այո, եթե այսօր հարցնենք մեր հեռուստադիտողին, ամեն մարդ կասի ես հավատք ունեմ։ Ինձ թվում է շատ քիչ մարդ կա, որ կասի ես հավատք չունեմ։ Մեծ մասը մարդիկ հավատք ունեն։ Այ ինչպես կջրենք այդ հավատքը։ Ծաղիկի նման, եթե օրինակ մեկ նախադասություն կարդանք, երբեմն կանայք ասում են, ես Աստվածաշունչը բացում կարդում եմ եւ չեմ հասկանում, դրա համար էլ չեմ կարդում։ Ես անձամբ ասում եմ մի նախադասություն կարդ, այդ պահին եթե դու բարկացած ես, տխուր ես կամ ուրախ ես, եթե ուզում ես ինչ-որ կապ ստեղծել, բաց Աստվածաշունչը մի նախադասություն կարդա, կամ աչքդ ուր գնաց, այն կարդա։ Իմ համար հաճախ դա միշտ աշխատում է։ Նույնիսկ գարտալը բարձրացան գարտալն է, բայց նույնիսկ եթե միտքիդ մեջ Աստծո հիշես կամ Աստծո շնորհակալություն հատնես, օրինակ մենք սովորություն ենք Աստծո գամքով, Փառք Աստծո, այս բառերը միշտ հաճախ կգործածենք, որովհետև գիտենք, որ յուրաքանչյուր շնորհք, որ ունենք Աստծո կբարդինք, անոր համար ընդհանրապես այսօր լավ անցավ Փառք Աստծո կամ առաջ Աստված շատ կգործածենք, ուրեմն մենք յուրաքանչյուր անգամ որ այս բառերը գսենք, արդեն Աստծո կբերենք մեր մտքին մեջ։ Հիմա ես որովհետև մեր ժամանակը քիչ է, մի քանի հարցում եւս ունեի հավատքեն զատ։ Դուք Լոնդոնեն այստեղ փոխադրվեցաք վերջերս հոս կմնաք, որբեսի այս նախաձեռնությունը հաջողցնեք նորարարություն, նորոգել, վերանորոգել, նոր ծևեր գտնել, կան օրինակներ կամ սկսակ արդեն աշխատանքը եւ հարցս որ միայն Կալիֆոռնիա մեջ է թե Սփյուռքի դարբեր համայնքներում մեջ այս աշխատանքը կդարվի կամ նաեւ Հայաստանի մեջ եւ ավելցնեմ վերջերս դուք մեր դպրոցի մեջ այցելություններ ունեցաք մեր աշակերտներուն հետ ինչ սկացիք շոշափելով այս հարցը իրենց հետ ինչ սկացիք ինչ արդյունքով ելգաք ինչ եզրակացությամբ ելաք Առաջին հարցից նախ գարջսեմ քանի որ ժամանակը արդեն գլարանա պետք է ասեմ որ արեմդյան թեմի առաջնորդ գերաշնորհ դեր Հովնար arczepiskopos Դերդերյանի հրավերով եւ իր ասենք հերուն նայելով ուզեց որ այս նորարարական ծրագիրով ամբողջ թեմը ծևոմը վերա գենսավորվի քանի որ նաև գմոդենա իր 100-ամյակին երկու տարի են 100-ամյակը պիտի նշվի արևմտյան թեմին ուրեմն այս ծրագիրները հատկապես արևմտյան թեմի առաքելության գվերապերին եւ առաջին քայլերը մեկը որ արդեն հիմա ունենք եւ շարունակենք աշխատանքը ուրեմն անցնող 4-5 ամիսներու ընթացքին ամբողջ արևմտյան թեմի առաքելությունը դեսիլքը եւ արժեքները վերասահմանվեցավ հիմնված ուրեմն այդ հայեգեցվա 1700 տարվա ժառանգության վրա հիմնված եւ անշուշտ մեր հայկական մշակույթի ծիրեններ կամ շրջակիցի մեջ ուրեմն հավատք եւ մշակույթը զուգահեռ կընթանան այս նոր սահմանումի մեջ mission statement ինչպես կսեն եւ ուրեմն մոտ 4 ամսվա երկարող այդ ժամանակի վրա բոլոր ձուխերը դարբեր նահանգներում մեջ ասենք արևմտյան ամերիկայի մեջ կալիֆոռնիա եւ արիզոնա նեվադա Seattle Washington State եւ այլն բոլորին ուղարկվեցավ այս ուրեմն սահմանումը գարտացի մարդիկ իրենց ուրեմն գարձիկը դվին, փոփոխություններ առաջարկեցին եւ հիմա ունենք ուրեմն մեկ էջի վրա հստակ ճանապարհակարգ որ արևմտյան թեմի առաքելությունը ինչ է այսօր 21-րդ դարում եկող ասենք 5-10 տարվա ընթացքին ուրեմն այդ մեկ ինչ կվերապերի դպրոցին անշուշտ ինձ համար շատ հետաքրքրական էր որտեղ ես համալսարանական դարիքի աշակերտներ համալսարանի մեջ դասախոսած եմ շատ
երկար դարիներ է որ ուրեմն high school-ի մեջ չեմ դասավանդած կամ դասախոսած այդ իմաստով հաճելի էր եւ տեսնել նոր սերունդի ուրեմն իրենց մտածողությունը եւ այլն եւ հիմնական ինչ էր իմ ծրագիրս որ 12-րդ դասարանի աշակերտներուն ներկայացուցիչ է ուրեմն ժամանակակից հասարակական եւ փարոյական հարցեր այս նյութերու մասին խոսեցակ որ այսօր ինչպիսի խնդիրներ կան հասարակության մեջ փարոյական խնդիրներ անշուշտ նայած գրոնական եւ հավատքի դեսանգեն են այդ կոնտեքստի մեջ եւ պետք է ասեի որ բավական դպավորված եմ իրենց հետաքրքրությամբ եւ ընդհանրապես տասախոսություն չէր իբր այդ իմ ներկայացած այլ խոսակցություն զրույց որ իրենք նաեւ արտահայտվին իրենց մտածումները հարցումները պատասխանենք միասին քննարկենք եւ այլն Հետաքրքրական ես ալ դպավորված եմ, այսինքն ես ուրախ եմ, որ մեր աշակերտները գրծած են այսպիսի դպավորություն ցկել, մենք միշտ կգործենք, որ մեր աշակերտները այժմեական հարցերով կսպաղին կամ գուզեն Ստադիտողի համար եթե նշած որ դպրոցի մասն ենք խոսում Հայկական բարեգործական ընդհանուր միության Մանուկյան Դեմիրճյան վարժարանի 13-րդ դասարանի աշակերտներն էին եւ ուղղակի հպարտ եմ, որովհետեւ մեր աշակերտները երբեմն կգործենք միան գուզեն խաղալ խնդալ եւ լավ ժամանակ անցնել, բայց հետաքրքրան է որ իմաստ ունի։ Որ երդասարտները ինչպես պիտի իրենց գաբենք չէ, խոսելով իրենց մագարտակով, իրենց ուրեմն նախընտրած կամ իրենց մտահոգող խնդիրներու մասին։ Ոչ թե ասպես, ասենք որ չէ, այս պետք է գիտակ, եթե այս չէ, ասիկամ թաստիարակելու այդ բանը անցած է, որ պետք է այդպես գտես դոգմատիկ մոդելությունները այլևս չաշխատեն այլ պետք է նայենք երդասարտներու դեսանգունեն նայել որ իրենք ինչ կսպասեն եւ ուրեմն երկխոսություն պետք է ավելի մեծ սերունդին եւ երդասարտներու մեջ դուք արդեն անում եք դա այո եւ երբ որ երկխոսությունը լա ուրեմն այդ գամուրջի վրա դերմը գանտիբիկ փոխանակ իրենց աչքում քաշելու կամ իրենք լրիվ միս կողմ քաշելու ուրեմն հանդիպումը դեղի կունենա Փոխանակ թելադրել հետաքրքրվենք թե ինչ մտահոգություններ կամ հետաքրքրություններ կամ ինչ է իրենց համար իմաստալից այդ ձևով կսկսենք կապ ստեղծել Այո Շատ լավ, շատ բարի, մենք դեռ կուզեինք շատ երկար զրուցել, որ դա ասում է, որ միգուցե մենք նորից կհրավիրենք ձեզ Դոկտոր Չիլինգերյան Հաջողով Եթե ուզում ես որևէ բան ամփոփես Գուզեմ մեր սիրելի հեռուստադիտողներուն վերհիշեցնել կամ ամփոփել այսօր մենք խոսեցանք կամ քննարկեցինք հայ համայնքներու աբակային վերապերող հանդուկ ընդեսլականը որ արմատավորված է քրիստոնեական հավատքով, առաջնորդված գիներով եւ սնված նպատակով եւ պիտի ուզեի որ յուրաքանչյուր մայր մտածե եւ փորձե քայլ առնել թեպի այս ուղղությամբ, որովհետեւ վերջի վերջո իր զավակներուն աբակային եւ իր ընտանիքին աբակային եւ բարգավաճման հանդեպ քայլ արած կլա իսկ եթե դուք գուզեիք վերջին խորհուրդ մտալ կամ եթե գուզեիք դեր հերոստադիոն պատկամ դալ մեր կողմեն շնորհակալություն կհայտնենք ցեզի որ այսօր մեր հյուրն էիք Ես միշտ կշեշտեմ իմ աշխատանքիս մեջ լա ասկե առաջ անկլիո մեջ կամ այստեղ որ պետք չէ զանազանենք գիներու թերը դղամարդոց թերը Բոլորին թերը հավասար է եւ պետք է խոսենք որ գիները ինչ ղեկավար թիրքեր կրնան ունենալ անելով այն նույն կորձը որ կսպասենք որ դղամարդիկ անեն ուրեմն պետք չէ անընդհատ խոսենք զանազանելով խումբերու բաժնելով այլ Կարևոր չէ գինես կամ դղամարդ, եթե ընելիք ունիս, եթե ըսելիք ունիս, եթե դալիք ունիս, ըրե։ Շատ բարի, շատ կարևոր պատկամ։ Նույնպես շնորհակալ ենք ձեզ հարգելի հեռուստադիտողներ այս ժամը մեզ հետ անցկացնելու համար եւ մենք կհանդիպենք նորից, իսկ միջ հանդիպում մնացեք խաղաղությամբ։